Բարև ձեզ սիրելի հետևորդներ, սկսում ենք Astromix հաղորդման հերթական թողարկում, այսօր շատ հետաքրքիր թեմաների մասին ենք խոսելու, նախ եւ առաջ կներկայացնեմ հունիս ամսվա կանխատեսումները, ինչ է սպասվում կենդանակերպերին հունիս ամսին առհասարակ ինչպիսին է լինելու հունիս ամիսը, բայց ինչպես միշտ ավանդաբար հաղորդման սկզբում հորդորում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել Anti-Fake YouTube-յան ալիքին եւ նաեւ իմ YouTube-յան երկու ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքին եւ Astromag եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքից, բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են։ Իսկ այժմ ներկայացնեմ ինչ է մեզ սպասվում հունիսին։ Հունիսը այս տարվա բարդագույն ամիսներից մեկն է, սիրելի բարեկամներ, ինչպես եւ մայիսը, առհասարակ լինելու է շարունակությունը մայիսյան իրադարձությունների հունիս ամսվա ընթացքում։ Բավականին շատ են ի տարբերություն մայիսի, այնուամենայնիվ հունիսին բավականին շատ են աստղաբանական իրադարձություններն ու զարգացումները եւ հունիսը բեկումնային ամիս է լինելու, շատ դեպքերում նաև ճակատագրական ամիս է մեզ համար լինելու եւ ինչն է այստեղ կարեւոր, որ այնուամենայնիվ դրական զարգացումներ նույնպես սպասվում են հունիսին, որտեղ երկու բարենպաստ մոլորակ, փոքր երջանկության մոլորակ Վեներան եւ մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը փոխում են իրենց դիրքերը եւ հատկապես լավը նա է, որ երկուսն էլ հայտնվում են իրենց համար շատ բարենպաստ դիրքերի մեջ։ Նախ հունիսի 6-ին Երևանի ժամանակով 8:42 րոպեին Սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներան մուտք է գործում ցուլ, այսինքն հենց իր սեփական կենդանակերպ, որտեղ նա իշխում է։ Այդ իսկ պատճառով շատ բարենպաստ է այս զարգացումները սիրային ոլորտի համար, միջանձնային հարաբերությունների համար, ամուսնության համար, նշանադրության համար, որտեղ Վեներան իհարկե երբ զորեղ է, նա նպաստում է սիրային հարցերի հաջողությանը եւ Վեներան կմնա ցուլ կենդանակերպում մինչև հուլիսի 4-ը։ Նախ եւ առաջ իհարկե այս դիրքը Վեներայի խիստ բարենպաստ է հենց հողեղեն նշանների համար եւ հատկապես ցուլ կենդանակերպի տակ ծնվածների համար դուք վայելելու եք մեծ փոքր երջանկության մոլորակ Վեներայի բարեհաճությունը, դրական զարգացումներ են սպասվում, ինչպես անձնական, այնպես էլ գործնական ոլորտներում։ Լավ է նաեւ խոյերի համար ֆինանսական հաջողություն է բերելու Վեներան ցուլ կենդանակերպում, այնպես որ պատրաստվեք գումար աշխատելու սիրելի խոյեր։ Ինչ վերաբերվում է երկվորյակների համար մի փոքր բարդություն կառաջացնի Վեներայի այս դիրքը, որովհետև նա ակտիվացնելու է ձեր գաղտնի թշնամիներին եւ մրցակիցներին, սիրելի երկվորյակներ։ Խեցգետինների համար եւս խիստ բարենպաստ է Վեներան ցուլ կենդանակերպում, նա սիրային հաջողություն կբերի խեցգետիններին, նաեւ հաջողություն կապված երեխաների հետ եւ երազանքների իրագործում, շատ կարեւոր երազանքի իրագործում։ Առյուծների համար եւս բարենպաստ է հաջողությունը գործնական ոլորտում։ Լավ է նաև կույս եւ այծեղջյուր կենդանակերպերի համար, որովհետեւ արեգակի հետ այդ Վեներան իրենց արեգակների հետ կազմում գեղեցիկ 120 աստիճանանոց եռանկյունիներ։ Կույսերի համար հաջողությունը արտասահմանում, իսկ այծեղջյուրների համար հաջողություն է սպասվում սիրային ոլորտում։ Մի փոքր իհարկե բարդ է օդի նշանների համար, այս Վեներան ասացինք, որ արդեն երկվորյակների համար ակտիվանալու են գաղտնի թշնամիներ, ինչ վերաբերվում է կշեռքներին, ֆինանսական խնդիրներ են հնարավոր հենց կշեռքների մոտ, բայց նրանց զուգընկերների կամ գործընկերների մոտ ֆինանսական հաջողություն է լինելու, այնպես որ միջակ է կշեռքների համար, ինչ վերաբերվում է ջրհոսներին, դրական զարգացումներ տանը, ընտանիքում երեխաների եւ ծնողների հետ կապված։
Դե իհարկե բարենպաստ է նաև ջրային նշանների համար, օրինակ կարիճների համար, միջանձնային հարաբերությունները կարգավորելու, բայց նաև մրցակցություն է առաջացնելու այս տեսակի Վեներան, այսինքն մրցակցություն անձնական ոլորտում, այսինքն հնարավոր է հայտնվեք սիրային եռանկյունի մեջ սիրելի կարիճներ, այնպես որ զգուշ եղեք։ Եվ ձկնիկների համար շատ բարենպաստ են նոր ծանոթություններ, նոր շփումներ, շարժական գույքի ձեռքբերում եւ այլն, այնպես որ ընդհանուր առմամբ սիրային դաշտում եւ գեղեցկության, այսպես բիզնեսում, ով որ զբաղված է, շատ բարենպաստ է Վեներան ցուլ կենդանակերպում։ Հունիսի 9-ին մենք ունենանք Մերկուրիի դիրքի փոփոխություն, առհասարակ հունիսն ու մայիսը նման են այն տեսանկյունից, որ եւ մայիսին եւ հունիսին Մերկուրին կապեր հեռահաղորդակցության օրակը երկու անգամ փոխում է իր դիրքը եւ առաջին դիրքի փոփոխությունը Մերկուրիի տեղի կունենա հունիսի 9-ին 2:58 րոպեին մուտք է գործում Խեցգետին կենդանակերպ եւ այստեղ նա կմնա մինչեւ հունիսի 26-ը։ Ու Խեցգետնում իհարկե ընդհանրապես հունիսի ընդհանուր բնութագիրը դա ընտանեկան հաջողություն է, ընտանիքի համար, տան համար անշարժ գույք ձեռք բերել, չգիտեմ, բարեկարգել ձեր տունը, վերանորոգում, ինչ որ ընտանիքում երջանիկ ուրախ զարգացումներ, հանդեպ շատ բարենպաստ է հենց հունիս ամսվա ընթացքում։ Նամանավանդ սիրելիներս, որ արդեն հունիսի 10-ին մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը մուտք է գործում Խեցգետին եւ այստեղ Խեցգետնում նա կմնա մինչեւ 26 թվականի 30 հունիսի, այսինքն շուրջ անգամ 1 տարուց ավել մնում է Խեցգետնում, Յուպիտերը Խեցգետնում փառավորվում է, հասնում է իր զորության գագաթնակետին Խեցգետնի 14-րդ աստիճանում, հատկապես շատ բարենպաստ է եւ նպաստելու է բոլոր տեսակի տան, ընտանիքի հետ կապված զարգացումների դրական ընթացքին, այսինքն եթե ամուսնության խնդիր կա, այդ ամուսնության հարցն է լուծվելու, եթե տան խնդիր կա, այսինքն անշարժ գույք ձեռք բերելու, շատ բարենպաստ կլուծվեն այդ բոլոր հարցերը։ Եվ մնացած բոլոր խնդիրները տան ընտանիքի զավակների հետ կապված շատ բարենպաստ է այս ընթացքում երեխա ունենալ, սիրելի բարեկամներ, որտեղ եթե նրա այդ ծնված բալիկի Յուպիտերը լինի Խեցգետնում, նա կժառանգի լավագույն գեները իր ծնողներից, այնպես որ շտապեք եւ օգտվեք այս բացառիկ հնարավորությունից։ Եվ ինչ է բերում Յուպիտերը կենդանակերպի նշաններում մուտք գործելով Խեցգետին կենդանակերպ։ Շատ բարենպաստ է իհարկե բոլոր, գրեթե բոլոր կենդանակերպերի համար, խոյերի համար ընտանեկան բոլոր հարցերը կարգավորելու է այս Յուպիտերը, ցուլերի համար լուծելու է շփման խնդիրները, նոր ծանոթություններ, նոր ինչ-որ հեռանկարային կապեր, փաստաթղթերի հետ կապված սիրելի ցուլեր, եթե խնդիրներ ունեք, այս Յուպիտերը լուծելու է բոլոր այդ հարցերը։ Շատ բարենպաստ է երկվորյակների համար, գիտեք, որ մեկ տարվա ընթացքում Յուպիտերը գտնվում էր երկվորյակներում եւ նույնպես բացում էր հնարավորություններ, բայց այժմ Յուպիտերը մտնելով Խեցգետին հայտնվում է երկվորյակների երկրորդ կենդանակերպ աստղատանը եւ տալու է հնարավորություն ֆինանսական հաջողությունների։ Մի խոսքով եկամուտի աճ է սպասվում ձեզ սիրելի երկվորյակներ, պատրաստվեք։ Խեցգետնի մասին դե խոսք չկա, Յուպիտերը Խեցգետնում հնարավորությունները կբացի ձեր առաջ սիրելի խեցգետիներ, ինչպես անձնական, այնպես էլ գործնական ոլորտներում։ Քանի որ առաջի տունը առհասարակ կապված է բոլոր աստղատների հետ, բոլոր ոլորտներում դուք ունենալու եք հաջողություն եւ օգտվեք այս բացառիկ հնարավորություններից, նախաձեռնեք եւ կունենաք շատ ապշեցուցիչ արդյունքներ։ Առույցների համար իհարկե մի փոքր խնդրահարույց է, որովհետեւ մուտք գործելով Խեցգետին Յուպիտերը հայտնվում է առույցների համար 12-րդ աստղատանը, որը գաղտնի թշնամիների տունն է,
մեկուսացման տունն է, զանազան առողջական խնդիրներ կարող է առաջացնել Յուպիտերը 12-րդ տան, այնպես որ զգուշ եղեք։ Սպասեք, սիրելի առույցներ, մինչ Յուպիտերը մուտք գործի մյուս տարի արդեն 30-ին հունիսի մուտք կգործի առույց, այդ ժամանակ բոլոր ձեր խնդիրները կհարթվեն։ Կույսերի մոտ եւ կույսերի համար եւս խիստ բարենպաստ է Յուպիտերը խեցգետին կենդանակերպում, նա հայտնվում է կույսերի 11-րդ աստղատանը եւ կկատարի ձեր երազանքներն ու ցանկությունները, սիրելի կույսեր, նաեւ դրական զարգացումներ են սպասվում ձեր երեխաների հետ կապված, եթե չափահաս երեխաներ ունեն, նրանց ամուսնություն, նշանադրություն եւ այլն։ Սիրելի կշերքներ, ձեզ համար եւս խիստ բարենպաստ է Յուպիտերը խեցգետնում, գործնական հաջողություններ են ձեզ սպասվում։ Նոր պաշտոն, նոր աշխատանք, աշխատավարձի բարձրացում եւ այլն։ Կարիճների համար եւս բացառիկ բարենպաստ է, առհասարակ Յուպիտերը խեցգետնում շատ բարենպաստ է ջրային կենդանակերպերի համար, ասացինք խեցգետինները, կարիճներին երկար ճամփորդություններ են սպասվում, դրական զարգացումներ, բարձրագույն կրթության մեջ, դասավանդում, եթե դատական ինչ-որ խնդիրներ ունեք, նույնպես կլուծվի ձեր օգտին։ Աղեղնավորների համար մի փոքր լարվածություն կառաջացնի, բայց հնարավորություն կա լուծելու անշարժ գույքի հետ կապված, ինչ որ եթե հիպոթեկի հետ կապված խնդիրներ ունեք, այդ հարցերը լուծելու հնարավորություն կտա ձեզ Յուպիտերը խեցգետնում, սիրելի աղեղնավորներ։ Այդ եղջյուրների համար նոր հեռանկարներ է բացում գործնական եւ անձնական ոլորտներում։ Եթե դուք փնտրում եք ձեր երկրորդ կեսին, անպայման օգտվեք այս 1 տարվա ժամանակահատվածից եւ կգտնեք ձեր երազանքի ասպետին, սիրելի այդ եղջյուրներ։ Եթե գործնական ոլորտում ինչ որ գործընկեր եք փնտրում, ապա նույնպես բարենպաստ է։ Առհասարակ անձնական ոլորտում խիստ բարենպաստ է այս Յուպիտերը դիրքը այդ եղջյուրների համար։ Ջրհոսների համար իհարկե մի փոքր խնդիրահարույց է, որտեղ 6-րդ տանն է հայտնվում, բայց աշխատանքային տուն, այսինքն շատ աշխատելու եք, սիրելի ջրհոսներ, պատրաստվեք, բայց այնուամենայնիվ նաև աշխատանքում, եթե գործնական ոլորտում խնդիրներ ունեք, աշխատավայրում խնդիրներ ունեք, նա նույնպես լուծելու է այդ խնդիրները եւ առողջական խնդիրների կարգավորում։ Բայց բացառիկ բարենպաստ այս դիրքը իհարկե ձկնիկների համար, որտեվ Յուպիտերը մուտք գործելով խեցգետին հայտնվում է, սիրելի ձկնիկներ, ձեր 5-րդ աստղատանը, որը սիրո, երջանկության, հաճույքների տունն է, երեխաների տունն է, եթե դեռ չունեք բալիկներ, սպասում եք շատ բարենպաստ հենց այդ ժամանակահատվածը, հունիսի 10-ից հետո երեխա ունենալու համար, սեր գտնելու համար, չգիտեմ, հանգստի համար, շահումների համար շատ բարենպաստ դիրք է։ Մի խոսքով ձկները հայտնվում են շատ բարենպաստ կարգավիճակում եւ Մերկուրին է խեցգետնում եւ Արեգակն է մուտք գործելու խեցգետին հունիս ամսվա ընթացքում, այնպես որ շատ լավ է ձկնիկների համար։ Հունիսի 11-ին, սիրելիներս, տեղի կունենա հունիսյան լիալուսինը 20 աստիճան աղեղնավորում։ Սա այս լիալուսինը իհարկե քանի որ հրեղեն լիալուսին է, նախ եւ առաջ բարենպաստ է հրեղեն նշանների համար, շատ լավ է խոյերի համար, առյուծների համար բարենպաստ է, որտեւ 5-րդ տանն է հայտնվում լուսինը եւ անձնական հարցերի կարգավորման, երեխաների համար, սիրո համար, այդ բոլոր սիրո թեմաները շատ փայլուն կերպով լիալուսինը լուսավորելու է, լուսաբանելու է ձեզ համար, դե իհարկե աղեղնավորները առաջի տեղում են, հատկապես կազդի այս լիալուսինը այն աղեղնավորների վրա, ովքեր ծնվել են դեկտեմբերի 10-ից 14 ընկած ժամանակահատվածում, բոլոր ոլորտներում ձեզ ուղեկցելու է հաջողություն, սիրելի աղեղնավորներ, հունիսի 11-ից հետո, ինչպես անձնական, այնպես էլ գործնական ոլորտներում, այնպես որ գործեք, հաջողությունը ձեր կողմն է։
Մի փոքր բարդ է իհարկե հողային նշանների համար այս լիալուսինը, ցուլերի համար ֆինանսական խնդիրներ կարող է բերել, ինչ վերաբերվում է կույսերին, դա ավելի շատ խնդիրներ կառաջացնի ընտանիքի տան հետ կապված, իսկ այծեղջյուրների մոտ կակտիվանան գաղտնի թշնամիներ, այնպես որ զգուշ եղեք սիրելի այծեղջյուրներ։ Մյուս բոլոր կենդանակերպերի համար իհարկե խիստ բարենպաստ է, հատկապես կարիճների համար ֆինանսական է այս լիալուսինը, պատրաստվեք գումար ստանալու սիրելի կարիճներ հունիսի 11-ից հետո։ Ինչ վերաբերվում է ուրեմն խեցգետիներին հիմնական հարցը դրվելու է աշխատանքային ոլորտում, այսինքն քանի որ լիալուսինը հստակեցնում է այն տան գործառույթները, որտեղ նա հայտնվում է, 6-րդ տունը դա կապված է աշխատանքի եւ առողջության հետ։ Բարենպաստ է այս լիալուսինը նաեւ օդի նշանների համար։ Երկուրակները պետք է կենտրոնանան իրենց գործընկերային եւ զուգընկերային հարաբերությունները կարգավորելու վրա, ինչ վերաբերվում է կշերքներին, ավելի շատ պետք է կշերքները ճամփորդեն, նոր կապեր, նոր ծանոթություններ, իսկ ջրհոսների մոտ ընկերական հանդիպումներ, երազանքների իրագործում, եթե ջրհոսները ունեն օնլայն բիզնես, նաեւ կբերի հաջողություն այս լիալուսինը օնլայն բիզնեսում։ Հաջորդ կարևորագույն հունիսյան իրադարձություն, առհասարակ մենք ունենք 5 այդպիսի աստղաբանական կարևոր իրադարձություն հունիսին, դա Մարս մոլորակի նախաձեռնության, ակտիվության, ռազմի մոլորակ Մարսի մուտքն է կույս կենդանակերպ, որը տեղի կունենա հունիսի 17-ին եւ կույս կենդանակերպում Մարսը կմնա մինչեւ օգոստոսի 7-ը։ Այստեղ իհարկե Մարսի համար այնքան էլ բարենպաստ դիրք չէ, որովհետև կույսը վերահսկվում է Մերկուրի աստղի կողմից, մոլորակի կողմից, իսկ ԱՊ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին շատ շրջահայաց է, վերլուծող է, իսկ Մարսը չի սիրում այդ վերլուծությունները, Մարսը սիրում է գործել, սիրում է ակտիվություն, նախաձեռնություն եւ այստեղ առաջանում է իհարկե հակասություն Մարսի եւ Մերկուրիի միջեւ։ Սա նշանակում է, որ առանց մտածելու ցանկացած քայլ, ցանկացած այսպես գործողություն, ցանկացած նպատակի առանց լավ ծրագրի իրագործում, դրանք չեն հասնի հաջողության։ Այդ ամենը, այսպես ասած, կմնա օդում կախված, այնպես որ պետք է հստակ ծրագրեր դնել, հստակ ժամանակացույց եւ դա իրականացնել։ Այդ դեպքում կունենաք իհարկե հաջողություն հունիսի 17-ից հետո, այսինքն կվայելեք Մարս մոլորակի էներգետիկական աջակցությունը։ Դե իհարկե նախ եւ առաջ, քանի որ կույսը հողեղեն նշան է, շատ բարենպաստ է Մարսի դիրքը, Մարսի այս դիրքը հենց հողեղեն նշանների համար բացառիկ բարենպաստեցու կենդանակերպի համար Մարսը հայտնվում է 5-րդ աստղատանը, որը լավ է երեխաների համար, առհասարակ եթե տղաներ ունեք հատկապես շատ բարենպաստ է դա, սիրելի ցուլեր, կույսերը պետք է բավականին ակտիվ լինեն, շատ այս ընթացքը շատ բարենպաստ է ցանկացած նախաձեռնություն իրականացնելու համար, ինչպես գործնական, այնպես էլ անձնական ոլորտում։ Մարսը կույս կենդանակերպում շատ լավ է վերանորոգում կատարելու համար, որովհետև եթե դուք այդ ժամանակահատվածում անեք այդ վերանորոգումը, բոլոր այսպես մանրուքները, բոլոր նրբությունները հաշվի կառնեք եւ շատ լավ արդյունք կստանաք։ Ինչ վերաբերվում է այծեղջյուրներին կակտիվանան այծեղջյուրների համագործակցությունը արտասահմանյան կազմակերպությունների, հնարավոր է նաև շրջագայություն հեռավոր երկրներ։ Մի փոքր բարդ է այս դիրքը հատկապես հրեղեն նշանների համար բացառությամբ առյուծների, որտեղ առյուծների մոտ Մարսը մոտ գործելով կույս կենդանակերպ հայտնվում է 2-րդ աստղատանը եւ կառաջացնի եկամուտների աճ։ Առհասարակ Մարսը, որ աստղատանը որ հայտնվում է, նա բերում է ֆինանսական հաջողություն, այսինքն ավելի շատ հաճախորդներ, ավելի շատ եկամուտի աղբյուրներ եւ այլն։ Եվ
միակ բացասական կողմը նա է, որ Մարսը առաջացնում է ոչ միայն եկամուտների աճ, այլ նաև ծախսերի աճ։ Եվ դա, այսպես եթե դա հաշվի չառնեք, դուք ամբողջ ձեր եկամուտները այսպես կկորցնեք շատ արագ։ Ինչ վերաբերվում է աղեղնավորների համար բարենպաստ անտեսանկյունից, որ Մարսը մուտք գործելով կույս կենդանակի հայտնվում է նրանց 10-րդ աստղատանը, եւ դա լավ է գործնական ոլորտի հաջողությունների համար, սիրելի աղեղնավորներ, բայց այնուամենայնիվ, քանի որ Մարսը փոքր դժբախտության մոլորակ է, հնարավոր են ինչ-որ բախումներ գործնական ոլորտում։ Աշխատավայրում կաճի մրցակցությունը, կարելի ասել։ Մի փոքր լարված է նաև օդի նշանների համար Մարսի այս դիրքը, երկվորյակների համար Մարսը մտնելով կույս կենդանակի հայտնվում է 4-րդ տանը, դա նշանակում է արդեն խնդիրներ ընտանիքում, որոշակի վեճեր, անհամաձայնություններ ընտանիքում։ Կշեռքների մոտ կակտիվանան իրենց գաղտնի թշնամին, այնպես որ զգույշ եղեք, իսկ ջրհոսների մոտ հնարավոր են ֆինանսական խնդիրներ, հենց ջրհոսների մոտ, բայց նրանց գործընկերները կամ զուգընկերները հնարավոր է ֆինանսական հաջողություն ունենան։ Մի փոքր բարդություն կա նաև ջրային նշանների մոտ, բայց ասեմ, որ այնուամենայնիվ ջրային նշանների համար նպաստավոր է, ընդհանուր առմամբ նպաստավոր է, մի փոքր խնդիրներ կունենան այս շրջանում ձկները կապված գործնական կամ անձնական հարաբերությունների հետ, որովհետև Մարսը հայտնվում է 7-րդ տանը եւ դա ձկների համար բաց թշնամիների տուն է այդ թվում։ Եթե ամուսնացած չեք, սիրելի ձկնիկներ, ապա շատ բարենպաստ է, բայց եթե ամուսնացած եք, հնարավոր են խնդիրներ, վեճեր ընտանիքում կամ վեճեր արդեն չափահաս տղա երեխաների հետ ձեզ մոտ։ Ընդհանուր առմամբ այսպիսին է լինելու Մարսը կույս կենդանակերպում, սիրելիներս, եւ անցնենք առաջ հաջորդ դիրքը արդեն Արեգակը, սիրելիներս, փոխում է իր դիրքը հունիսի 21-ին Արեգակը մուտք կգործի Խեցգետին եւ իհարկե տեղի կունենա ամառային արևադարձը, շատ կարևոր կետն է, տարվա բեկումնային կետերից մեկն է, էներգետիկ փոփոխություններ են լինում, գիտեք, որ ամառային արևադարձի օրը հենց այդ ամենակարճ գիշերը եւ չինական մետաֆիզիկայի մեջ այնտեղ ընդունված է, որ արդեն էներգիաները սկսում են անկում ապրել, այսինքն եթե մինչեւ ամառային արևադարձը յան էներգիան աճում է, ապա ամառային արևադարձից հետո այն անկում է ապրում, այսինքն շատ կարևոր են հենց այդ հունիսի երկրորդ կեսի, հատկապես 21-ից հետո այդ բոլոր զարգացումները, նախաձեռնությունները, որը ձեր կողմից կլինեն։ Եվ ուզում եմ նաև անդրադառնալ նախ հունիսի 25-ին տեղի կունենա հունիսյան նորալուսինը 14:31 րոպեին Երևանի ժամանակով 4 աստիճան Խեցգետնում տեղի կունենա բացառիկ բարենպաստ նորալուսին է, որովհետև Արեգակը լուսնի հետ միանում է նաև Յուպիտերի հետ, այստեղ իհարկե միակ խանգարող հանգամանքը ծանր երկու մոլորակների Նեպտունի եւ մեծ չարիք Սատուրնի միությունն է խոյ կենդանակերպում, որոնք առաջացնում են լարված մոլորակային փոխհարաբերություն այդ գերհզոր նորալուսնի հետ եւ այսինքն դա նշանակում է, որ բոլոր դրական զարգացումները այնուամենայնիվ մի փոքր խոչընդոտներ են ունենալու մինչև հասնեն իրենց վերջնակետին, այստեղ շատ կարևոր է հիշել, որ Նեպտունն ու Սատուրնը հունիսի ընթացքում նրանք միանալու են խոյ կենդանակերպում, այդ ընդհանրապես այդ միությունը Նեպտունի եւ Սատուրնի 36 տարին մեկ է լինում եւ բավականին բարդ զարգացումները, որովհետև Սատուրնը խոչընդոտների մոլորակ է, սահմանափակումների մոլորակ է, իսկ Նեպտունը անորոշության մոլորակ է։ Սատուրնը չի սիրում անորոշություն, չի սիրում ինչ-որ լղոզված զարգացումներ, անորոշ քայլեր, անորոշ նպատակներ, իսկ Նեպտունը ընդհակառակը նա
անորոշության մոլորակ է, մշուշի մոլորակ է, միստիկայի մոլորակ է։ Այդ իսկ պատճառով իհարկե այս միությունը շատ բարդ միություն է, այսինքն հստակ դժվար է լինելու պատկերացնել նպատակը ինչին է ձգտում։ Նամանավանդ խոյ կենդանակերպում է նրանք միանում, որը հենց նպատակասլացության նշան է, դա բարդություններ կառաջացնի, իհարկե նախ եւ առաջ այդ Նեպտունի եւ Սատուրնի միությունը խնդիրները առաջացնելու խոյերի համար, ովքեր ծնվել են մարտի 21-ից 24 ընկած այդ սկզբի խոյերի համար, հա, անմիջապես գարնանային գիշերը հավասարից հետո ծնված խոյերի համար։ Բայց ընդհանուր առմամբ այս նորալուսինը շատ բարենպաստ է, որտեղ ուղեկցվելու է լուսնի Արեգակի եւ Յուպիտերի միությամբ։ Հատկապես իհարկե շատ բարենպաստ է այն խեցգետինների համար, ովքեր ծնվել են հունիսի 23-ից 27 ընկած ժամանակահատվածում, որովհետև այդ ժամանակ նրանք նշելու են իրենց արեգակնային վերադարձը, տարեդարձը կամ այսինքն այդ պահին արեգակը հայտնվում է նույն կետում, ինչ որ եղել է ծննդյան պահին եւ ամբողջ տարվա ընթացքում այս բարենպաստ դրական, չգիտեմ, լավ զարգացումներ, հովանավորներ, անձնական ոլորտում դրական զարգացումներ, այդ ամենը ուղեկցելու է այդ խեցգետիններին, հատկապես այդ սկզբի խեցգետիններին, ովքեր ծնվել են հունիսի 23-ից 27։ Ընդհանուր առմամբ շատ բարենպաստ է բոլոր կենդանակերպերի համար այս նորալուսինը։ Եվ ի վերջո վերջին աստղաբանական իրադարձությունը հունիսի 26-ին, սիրելիներս, Մերկուրի մորակը, կապ եւ հեռահաղորդակցության մորակը մուտք կգործի Առյուծ կենդանակերպ, որտեղ նա կմնա մինչև հուլիսի 22-ը։ Առյուծի իհարկե աստիճանաբար բարենպաստ զարգացումներ կսպասվեն նաև առյուծներին։ Հունիս ինչով է բարդ առյուծների համար, մշտապես ասում են, որ 1 ամիս ծննդյան օրվանից առաջ եւ մասնակիորեն նաև հետո մարդու բիոդաշտը ենթարկվում է որոշակի խնդիրների, այսինքն խոցելի է դառնում, էներգետիկ պակասություն է զգում։ Ինչու, որովհետև չի ստանում արեգակնային բավականին էներգիա, լույսը չի տեսնում ձեր արեգակը, սիրելի առյուծներ, այդ ընթացիկ արեգակին հատկապես, իհարկե հունիսի վերջից է դա սկսում, երբ արեգակը մուտք կգործի խեցգետին, դա առյուծների մոտ անկումնային շրջան է, բայց արդեն մի փոքր կբարելավի վիճակը հունիսի 26-ից, երբ Մերկուրին մուտք կգործի առյուծ, դա դրական զարգացումներ կբերի գործնական ոլորտում, շփումներ, նոր ծանոթություններ, նոր հեռանկարային համագործակցություն։ Իհարկե Մերկուրին հրեղ են նշանում, նախ եւ առաջ բարենպաստ է հրեղեն նշանների համար, ոչ միայն առյուծների, այլ նաև խոյերի համար, որտեղ շատ լավ է հաջողություն է բերում սիրային ոլորտում, նոր ծանոթություններ, երեխաների հետ կապված հաջողություն է տալիս, եւ նաև աղեղնավորների համար նույնպես խիստ բարենպաստ է այս տեսակի Մերկուրին։ Հնարավոր է աղեղնավորները այս ընթացքում հատկապես հունիսի վերջից սկսած, հունիսի 26-ից մեկնեն հանգստի, շատ բարենպաստ կլինի իրենց համար։ Եվ մի փոքր իհարկե այստեղ հողեղեն նշանները խնդիրներ են ունենում, ցուլերի մոտ այդ խնդիրները ընտանեկան ոլորտում կլինեն, ինչ վերաբերվում է կույսերի մոտ գաղտնի թշնամիները կակտիվանան, հնարավոր ինչ որ ասեկոսեներ տարածվեն ձեր մասին, սիրելի կույսիկներ, եւ այդ եղջյուրների մոտ հնարավոր են ֆինանսական խնդիրներ այս ընթացքում, հունիսի 26-ից հետո։ Բայց մյուս մնացած կենդանակերպերի համար իհարկե շատ բարենպաստ է նաև օդի նշանների համար, ինչպես երկվորյակների, այնպես էլ կշերքների եւ ջրհոսների համար լավ է։
ջրային նշանների համար եւս բարեխառն է այս դիրքը, հատկապես լավ է խեցգետինների համար, որովհետեւ Մերկուրին մուտք գործելով առյուծ հայտնվում է ձեր երկրորդ աստղատանը, սիրելի խեցգետիններ, եւ դուք կունենաք ֆինանսական հաջողություն։ Ինչ վերաբերվում է կարիճներին գործնական նույնպես հաջողություն է սպասվում, աշխատավայրում պաշտոնի հետ կապված դրական զարգացումներ։ Եվ ձկների մոտ իհարկե 6-րդ տանն է հայտնվում այդ Մերկուրին առյուծ կենդանակերպում, աշխատանքային ոլորտում ակտիվ շփումներ, կոնտակտներ, նոր ինչ-որ ծրագրերի մշակում։ Եվ ուզում եմ նաև հիշեցնել այդ չարաբաստիկ սև լուսնի մասին, սիրելի բարեկամներ, գիտեք, որ սև լուսինը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 20-ը գտնվելու է Կարիճ կենդանակերպում, եւ հունիսի ընթացքում սև լուսինը ընթանալու է Կարիճի 7 աստիճանից մինչև 10 աստիճանը, եւ հատկապես այս դիրքը բացասաբար կազդի այն կարիճների վրա, ովքեր ծնվել են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 5 ընկած ժամանակահատվածում, այստեղ տարբեր զարգացումներ են հնարավոր, այսինքն հիմնականում բացասական վերաբերմունք ձեր նկատմամբ, ինչ որ անհասկանալի, անբացատրելի, օրինակ ձեզ արգելափակում են սոցցանցերում անհասկանալի պատճառով, օրինակ ինչ որ ասեկոսեներ են տարածվում ձեր մեջքի հետևում, ինչ որ խոսակցություններ են գնում անիրական զարգացումների վերաբերել, որ իրականությանը չի համապատասխանում։ Եվ ընդհանրապես բացասական ազդեցությունները կարիճների վրա ավելանալու են, այնպես որ սիրելի կարիճներ, ցանկալի է պաշտպանվել, այսինքն ինչ-որ թալիսմաններ կրել կամ այլ արարողակարգերով պաշտպանվել, որովհետև դե սև լուսինը դա բացասական էներգիայի խտացում է եւ երբ նա անցնում է ձեր արեգակով, նամանավանդ եթե կարիճում դուք ունեք մի շարք մոլորակներ եւ ոչ միայն արեգակը, իհարկե դա կբերի արդեն համապատասխան զարգացումների տարբեր կյանքի ոլորտներում, եթե այստեղ ենթադրենք կարիճում դուք ունեք Վեներա մոլորակը, սիրով գեղեցկության մոլորակը, դա սիրային ոլորտի վրա բացասական կազդի, եթե Մարսը, դա արդեն կողմնորոշումը կկորցնեք, չեք կարողանա ճշգրիտ ճիշտ պահին, ճիշտ վայրում ինչ որ քայլեր կատարել եւ այլն, այսինքն պետք է նայել, տեսնել ձեր անհատական հորոսկոպը, իհարկե, որպեսզի հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն կունենա անձամբ ձեր վրա այդ սև լուսինը։ Իհարկե, ավելի մանրամասն սև լուսնի դիրքի մասին Կարիճ կենդանակերպում, թե ինչ է դա նշանակում բոլոր կենդանակերպերի համար, ես ներկայացրել եմ իմ Facebook-յան լայվով, կարող եք նաեւ դիտել եւ տեսնել, թե ինչ է ձեզ սպասվում սև լուսնի տարանցման հետ կապված, բայց առհասարակ սև լուսինը Կարիճում բավականին զորեղ է համարվում եւ հատկապես նա վնասակար է նաեւ մեր երկրի համար, որտեղ գիտեք, որ Հայաստանի 3-րդ հանրապետության աստղային քարտեզում Պլուտոն մոլորակը գտնվում է 18 աստիճան Կարիճում եւ երբ սև լուսինը անցնի այդ Պլուտոնի վրայով, իհարկե բացասական զարգացումները անխուսափելի կլինեն, օրինակ 2016 թվականին սև լուսինը տարանցում է նույնպես Կարիճ կենդանակերպով, այնպես որ ոչ միանշանակ են իհարկե հունիսյան զարգացումները, մեծ հնարավորություններ են բացվում, բայց միաժամանակ ստեղծվում են այնպիսի մուրակային կոնֆիգուրացիաներ, որոնք խանգարում են իրագործել այդ բոլոր ծրագրերը արագ, հատկապես այդ Նեպտունի եւ Սատուրնի չարաբաստիկ միությունը ստեղծելու է խնդիրներ, այսինքն կարծես թե արդեն դրական զարգացումները եկել են եւ երջանկությունը թակում է ձեր դուռը, բայց չարաբաստիկ Սատուրնը իհարկե ուշացնելու է այդ երջանկության իրագործումը, կատարումը, այնպես որ մի լարվեք եւ զինվեք համբերությամբ։ Հունիս ամսվա համար այսքանը, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, նաև բաժանորդագրվեք իմ երկու YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքից եւ Աստրոմագ եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքից եւ հաջողություն, կհանդիպենք, տեսություն։